Միայն մոտ 65 միլիոն դրամ է տարբերությունը Երևանի 100-ից 150 դրամ դարձած տրանսպորտի հավաքագրված գումարների։ Այսպես, պաշտոնական թվերով հունվարին, երբ մայրաքաղաքային փոխադրամիջոցների տոմսի սակագինը դեռ 100 դրամ էր, քաղաքապետարանը 895 միլիոն 117 հազար 290 դրամ է հավաքագրել։ Փետրվարի 1-ից հետո 150 դրամ դարձած սակագնով 959 միլիոն 975 հազար 610 դրամ։ Ինչու է այս տարբերությունը նկատելի, որովհետև ուղևորատոմսով չի միայն մեկ ուղևորատոմսով չի ձևավորվում, այլ ձևավորվում է ուրեմն փաթեթներով, նաև հիմնական մուտքերը։ Եվ ավելին ասեմ, բազմաթիվ մեր հայրենակիցներ փետրվարին ձեռք են բերել փաթեթը, որովհետև ստանալու են մեկ ամիս բոնուս։ Փաթեթներն էլ թվերով պաշտոնական տվյալներն ասում են, հունվարին քաղաքապետարանը վաճառել է 74718 տոմսային փաթեթ, որից 8400-ից ավելին անվճար կամ զեղչային արտոնությամբ։ Իսկ մյուս դեպքերում քաղաքացիներն ավելի շատ 10 անգամյա տոմս են գնել, մոտ 64000 հատ։ Շարքն ըստ հերթականության շարունակում են մեկամսյան 90000 դրամ մեկ տարվա անսահմանափակ փաթեթի համար, ի դեպ միայն 43 մարդ է վճարել։ Փաթեթների տրամաբանություն մշակելու համար նախ պետք է ունենալ ուղևորահոսքի կառուցվածք։ Օրինակ եմ ասում, 100,000 ուղևորափոխադրում։ Կախված նրանից, թե մարդը քանի անգամ է նստում, մենք միևնույնն է հաշվել ենք բացառապես ուղևորափոխադրումը։ Եթե մենք այս հաշվարկը չունենք, մենք ստատիստիկա չենք էլ կարող կանխագուշակենք, որ մի հատ էլ վերջում հասկանանք ստատիստիկայի շեղվեցինք, ստատիստիկային մոտ ենք թե հեռու։ Եթե ոչ մեկ փաթեթ ձեռք չբերեր, այո, ավելն ասեմ, փետրվարին պետք է հավաքվեր ոչ թե 400 միլիոն այլ ավելի։ Երևանի քաղաքապետարանից էլ ժամին հայտնում են, որ առաջիկա օրերին պատրաստվում են ամփոփել տարվա առաջին եռամսյակը։ Ամփոփ տեղեկությունն ունենալուց հետո կպատասխանեն հարցերին։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։